Professor Pozzerone, Pozzerone professor, non so fuori ai sol. Pozzerone professor, professor Pozzerone, professor Pozzerone. Ողջույն իմ հետաքրքրասեր հետախույզներ։ Գիտելիքի մոգական դարպասները նորից բացվում են ձեր առջև։ Ձեզ սպասվում են հարցերի հեքիաթային արահետներ։ Այստեղ ամեն մի պատասխանը մի փայլող աստղ է, իսկ ամեն միտքը կախարդական բանալի։ Այսօր նորից մտքի փոքրիկ կայծեր են շողալու էկրանից, որովհետև նորից սկսում ենք գիտելիքի զարմանահրաշ արշավը։ Եթե պատրաստ եք մտածել, կռահել ու բացահայտել այն, ինչ թաքնված է հարցերի ետևում, ուրեմն ուղարկում եմ ձեզ իմ ժպիտը եւ ասում. առաջ, միայն առաջ, դեպի գիտելիքի աշխարհը։ Եվ այս առիթով կարդում եմ առաջին հարցը։ Բարև պրոֆեսոր Փորձերոն, ես Մարկոսյան Հասմիկն եմ, ապագա երաժիշտ։ Ես 12 տարեկան եմ եւ ուսուցչուհիս պատմել է, որ Բեթհովենը խուլ է եղել։ Կարող եք ասել, թե ինչու։ Դամ Իհարկե կպատմեմ երեխաներ։ Լյուդվիգ վան Բեթհովենը համարվում է դասական մեծագույն կոմպոզիտորներից մեկը։ Նրա երաժշտությունը կապում է դասական դարաշրջանն ու ռոմանտիզմը ուժով, դրամատիզմով եւ խորությամբ։ Նրա ստեղծագործություններից են Լուսնի սոնատը, ջութակի կոնցերտը, 5-րդ սիմֆոնիան, այն հայտնի ու ճանաչելի մեղեդին, որը քիչ առաջ ասացի, 9-րդ սիմֆոնիան, որը գրվել այն ժամանակ, երբ նա ամբողջությամբ խուլ էր։ Իսկ ինչու Բեթհովենը խլացավ։ Դեռ 27 տարեկան հասակում նրա մոտ սկսվեց լսողության կորուստ։ Նա իր եղբայրներին Կարլին եւ Յոհանին ուղղված նամակում գրում է, թե որքան ցավ է ապրում իր խլության պատճառով եւ թե որքան է դա իրեն մեկուսացրել։ Բայց նա գիտեր, որ իր ներսում երաժշտություն կա եւ այն պետք է աշխարհը լսի։ Իր նամակում նա գրել է. ես մոտ էի վախճանին, միայն արվեստն էր, որ ինձ պահեց։ Չկարողացա լքել աշխարհը, մինչեւ չստեղծեմ այն ամենն, ինչ իմ ներսում կա։ Բեթհովենը 45 տարեկանում վերջնական կորցրեց լսողությունը։ Պատճառը դեռ 100% հստակ չէ, բայց կան մի քանի հիմնավոր վարկածներ։ Ականջի բորբոքումը։ Այո, երկարատև բորբոքումը կարող է վնասել ականջի ներքին նուրբ կառուցվածքը։ Բացի այդ ժամանակ օգտագործվող դեղամիջոցներում եւ գինիներում հաճախ լինում էր կապարի բարձր պարունակություն, ինչը կարող էր տարատեսակ թունավորումների պատճառ դառնալ։ 1990-ականներին Բեթհովենի մազերի վրա կատարված վերլուծությունը ցույց տվեց, որ նրա օրգանիզմում կապարի մակարդակը շատ բարձր է եղել, ինչն էլ կարող էր առաջացնել նյարդաբանական խնդիրներ, այդ թվում լսողության կորուստ։ Որոշ գիտնականներ կարծում են, որ նա ունեցել է գենետիկ հիվանդություն, որն էլ ազդել է ոսկորների եւ նյարդերի վրա։ Եվ զարմանալին ինչն է երեխաներ։ Չնայած խուլ լինելուն, Բեթհովենը շարունակեց գրել երաժշտություն եւ նրա հզոր, հանճարեղ գործերից շատերը ծնվել են այդ լռության մեջ։ Նա գրչով գրում էր, ապա դնում ձեռք դաշնամուրի վրա, զգալու վիբրացիան։ Նա երաժշտությունը լսում էր իր ներսում, մտքում, սրտում եւ հոգում։ Այ օրինակ նրա 9-րդ սիմֆոնիան համարվում է մարդկային ոգու հաղթանակի խորհրդանիշը։ Դե ինչ, իսկ մենք անցնենք հաջորդ հարցին։ Professor Pozzerone. Բարև պրոֆեսոր Փորձերոն։ Ես Մանուկ Խաչատրյանն եմ, 11 տարեկան։ Պրոֆեսոր, կարող եք ասել, ինչու չի կարելի շատ շոկոլադ ուտել։ Ահ, երեխաներ, ես նույնպես սիրում եմ շատ շոկոլադ ուտել։ Շոկոլադը շատ համեղ է, այո, բայց շատ ուտել չի կարելի։ Ինչու՞։ Որովհետև շոկոլադում մեծ քանակությամբ շաքար կա։ Շաքարը բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Եթե օրգանիզմը հաճախ եւ շատ քանակով շաքար է ստանում, ինսուլինի աշխատանքը խանգարվում է եւ կարող է առաջանալ շաքարային դիաբետ կամ ճարպակալում։ Շոկոլադը շատ կալորիաներ ունի։ Կալորիաները էներգիա են, բայց եթե մենք դրանք չենք ծախսում, այսինքն չենք շարժվում, խաղում, վազում, ավելորդ էներգիան մարմինը պահում է որպես ճարպ։ Դա կարող է հանգեցնել ավելորդ քաշի եւ առողջության խնդիրների։ Սև շոկոլադը պարունակում է կոֆեինի նման նյութեր, օրինակ թեոբրոմին, որը կարող է ազդել երեխայի նյարդային համակարգի վրա, անքնություն առաջացնել կամ կենտրոնանալու դժվարություն։ Եվ բացի այս ամենը, բոլորդ էլ քաչ տեղյակ եք, որ շաքարը վնասում է ատամները։ Շաքարով հարուստ միջավայրը բերանում կերակրում է բակտերիաներին։ Նրանք սկսում են թթու արտադրել, ինչն էլ քայքայում է ատամի էմալը, առաջացնելով կարիես։ Այս ամենը չի նշանակում, որ շոկոլադը վատ բան է։ Ուղղակի այն պետք է ուտել չափավոր, օրինակ օրը 1-2 փոքր կտոր, եւ ցանկալի անպայման ուտելուց հետո լվանալ ատամները։ Դե, հաջորդ հարցը տեսնենք, թե ով է մեզ գրել։ Մեզ հաջորդ հարցը գրել է Մանանա Հարությունյանը։ Նա 12 տարեկան է եւ հարցնում է. Պրոֆեսոր,
Կարող եք ասել, ինչու են մարդիկ լաց լինում, երբ տխրում են։ Սիրելի մանանա, այս հարցը ունի եւ հոգեբանական եւ գիտական պատասխան։ Լացը մեր հոգու լեզուն է, այնպես ինչպես անձրևն է գալիս, երբ երկինքն է ծանրանում։ Մենք լաց ենք լինում, երբ սիրտն այլևս չի կարողանում պահել ցավը ներսում, երբ բառերն ուրիշ ուժ չունեն, արցունքներն են սկսում խոսել։ Երբ լացում ենք, մենք ասում ենք աշխարհին, որ ցավ ունենք, որ մենակ ենք զգում մեզ, կամ ուղղակի կարիք ունենք գրկվելու։ Ու երբեմն լացը ոչ թե տխրության, այլ հանգստության նշան է։ Բացի այդ, լացը նաև ազդանշան է ուրիշներին, որ մենք կարիք ունենք աջակցության։ Իսկ գիտական տեսանկյունից, երբ մենք տխրում ենք, արտադրվում է սթրեսի հորմոն, ինչպիսին օրինակ կորտիզոլն է։ Այն արտադրվում է մակերիկամներում։ Երբ դուք սթրես եք ապրում, վախ, հուզմունք, անհանգստություն, կորտիզոլի քանակությունը բարձրանում է։ Մեր նյարդային համակարգն այդ պահին ուզում է արտասվել լարվածությունից եւ արդյունքները դառնում են մի ճանապարհ այդ նյութերը դուրս բերելու համար։ Երբ մենք տխրում ենք, ուղեղում ակտիվանում են որոշ կենտրոններ, հատկապես հիպոթելամոսը, որը վերահսկում է մարմնի ավտոմատ ռեակցիաները, այդ թվում արդյունքի արտադրությունը։ Օրինակ, այս կենտրոնը ուղարկում է ազդակներ դեպի արդյունքագեղձերը, որոնք սկսում են արտազատել հեղուկ։ Արդյունքի 3 տեսակ կա երեխաներ. բազային արդյունք, որը միշտ առկա է աչքը խոնավ պահելու համար, ռեֆլեքսային արդյունք, որը արտադրվում է, երբ ինչ-որ բան է ընկնում աչքի մեջ կամ սոխ ենք կտրում, էմոցիոնալ արդյունք, երբ լացում ենք տխրությունից, վախից, հուզմունքից եւ նույնիսկ ուրախությունից։ Էմոցիոնալ արդյունքը քիմիական կազմով տարբեր է։ Բացի ջրից ու աղից պարունակում է նաև լակտոֆերին, որը բակտերիա սպանող սպիտակուց է, սթրեսի հորմոն, ադրենոկորտիկոտրոպիկ։ Երեխաներ, այս անվանումն ասելիս կարող ես արդեն սթրեսի մեջ ընկնել։ Էնդորֆիններ, բնական ցավազրկողներ։ Սա նշանակում է, որ լացը մարմին օգնում է դուրս բերել սթրեսային նյութերը եւ վերականգնել նյարդային հավասարակշռությունը։ Լացի ժամանակ ակտիվանում է պարասիմպաթիկ նյարդային համակարգը։ Սա հանգստացնող համակարգն է։ Լացից հետո մարդու մարմինը սկսում է հանգստանալ։ Շնչառությունը դանդաղում է, սրտի զարկը կայունանում է։ Ահա թե ինչու լացից հետո մարդը հաճախ զգում է իրեն թեթևացած։ Լացը նաև լուր հաղորդագրություն է ուրիշներին, որն ասում է. Ես դժվարություն ունեմ, օգնության կարիք ունեմ։ Այն օգնում է մարդկանց միմյանց հոգ տանել։ Այսինքն լացը նաև մարդկային կապի միջոց է։ Եվ եթե դուք լաց լինեք, հիշեք, որ դա ձեր ուժն է, ոչ թե թուլությունը։ Բայց աշխատեք ավելի շատ ժպտալ, քան լաց լինել։ Հարցերոն մի հուզվիր։ Լավ երեխաներ, դուք ինձ ուղարկեք ձեր հարցերը, իսկ ես հանգստացնեմ հարցերոնին։ Հարցերոն էստեղ արի։ Պրոֆեսոր Փորձերոն։ Բարև պրոֆեսոր Փորձերոն։ Ես Ալինա Մեհրաբյանն եմ Երևանից։ Բարև Ալինա։ Կարող եք ասել, թե ինչու են ցող կտրելու ժամանակ աչքերը մռմռում եւ ինչու է արցունք գալիս։ Ինչքան շատ են այսօր արցունքների մասին հարցերը։ Սիրելի Ալինա, շատ բարձ պատճառով։ Սոխը պարունակում է հատուկ քիմիական նյութեր։ Դրա բջիջներում կան փոքրիկ պարկեր լցված միմյանցից բաժանված նյութերով։ Բայց երբ կտրում ենք սոխը, դուք կտրում եք նաև այդ պարկը, եւ նյութերը խառնվում են իրար։ Սոխի մեջ եղած որոշ նյութեր միանում են ու առաջացում են մի նոր գազ, որը կոչվում է պրոպանեթիլ S օքսիդ։ Այդ գազը բարձրանում է օդի մեջ ու հասնում է ձեր աչքերին։ Երբ այդ գազը հասնում է ձեր աչքերին, այն ռեակցիայի մեջ է մտնում աչքի հեղուկի հետ եւ առաջացնում է փոքր քանակությամբ ծծումբային թթու։ Աչքը զգում է, որ ներսում տհաճ բան է առաջացել ու սկսում է արցունք արտադրել, որ մաքրի գազն ու թթուն։ Ահա թե ինչու ենք մենք սկսում լաց լինել։ Ոչ թե տխրությունից, այլ քիմիական գազից։ Հետաքրքիր փաստ։ Սոխը նույնիսկ կենդանիներից է պաշտպանվում այս քիմիական ռեակցիայով։ Ինչպես կարելի է պաշտպանվել սոխ կտրելիս։ Սոխը մի քանի րոպե պետք է պահել սառնարանում։ Սառնությունը դանդաղեցնում է գազի արտազատումը։ Կտրելիս ջրով թրջված դանակ օգտագործեք։ Կարող եք անգամ ջրի մեջ կտրել, որ գազը չբարձրանա օդ։ Կամ դիմակ հագեք։ Թեև դա արդեն ծիծաղելի կլինի։ Լավ։ Դուք սա պատմեք ձեր մայրիկներին, իսկ ես անցնեմ հաջորդ հարցին։ Պրոֆեսոր Փորձերոն։ Երեխաներ, Սամվել Պողոսյանը ուղարկել է այսպիսի հետաքրքիր հարց։ Պրոֆեսոր, կարող եք ասել, ինչու ենք աչքերը փակում, երբ մտածում ենք։ Պետք է մտածել։ Հասկացա։ Երբ մենք մտածում ենք, աչքերը փակում ենք, որ ավելի լսենք ինքներս մեզ։ Երբ աչքերը փակելով մտածում ենք, դա իրականում մարմնի եւ ուղեղի համագործակցության արդյունքն է, որովհետեւ ուղեղն ուզում է անջատվել արտաքին աշխարհից։ Մանրամասն եմ, երբ մտածում եք, հիշում, պատկերացնում, որոշում կայացնում, այդ ժամանակ ուղեղը պետք է կենտրոնանա ներքին ինֆորմացիայի վրա։ Բայց աչքերով մենք շատ ինֆորմացիա ենք ստանում աշխարհից։ Աչքերը փակելով, ուղեղը փակում է արտաքին խանգարիչ ազդակները, որ ավելի հանգիստ մտածի։
Աչքերը փակելը օգնում է մտքում պատկերացնել պատկեր, տեսարան, մարդու դեմք, այսինքն ուղեղի ներսում ստեղծվում է պատկեր։ Եթե աչքերը բաց են, իրական տեսարանն ու հիշողությունը խառնվում են։ Աչքերը փակելով ուղեղդ ավելի լավ է մշակում հիշողությունները կամ երևակայական պատկերները։ Դա նաև ենթագիտակցական ռեֆլեքս է։ Ոմանք դա անում են առանց մտածելու, ուղղակի սովորություն է դառնում։ Մասնավորապես, երբ որևէ հարցի պատասխան ես փորձում հիշել կամ փորձում ես կենտրոնանալ։ Կան պահեր, երբ մենք մտածում ենք դժվար, ցավոտ կամ հուզիչ բաների մասին։ Այդ ժամանակ աչքերը փակելը օգնում է մեզ մենակ զգալ, պաշտպանվել այդ զգացմունքից։ Եզրակացություն։ Աչքերը փակում ենք, որովհետև ուղեղն ուզում է լռություն ու կենտրոնացում, որպեսզի լավ մտածի կամ հիշի պատկերներ առանց կողքի աղմուկի։ Փակ աչքերով կարելի է տեսնել այն, ինչ աշխարհը բաց աչքերով դեռ պատրաստ չէ ցույց տալու։ Պրոֆեսոր Փորձերոն։ Հարցերոն, իսկ դու գիտեիր, որ ամեն մոլորակ իր երգն ունի, հսկայական ձայնային ալիքներ, որը լսելի չէ մեզ համար, բայց լսելի է տիեզերքի համար։ Մտածում եմ, գուցե քո լռությունն էլ ինչ-որ մոլորակային երգ է, որը դեռ ես չեմ լսում։ Լավ, ավելի լավ է դիտենք այսօրվա տեսահարցը։ Պրոֆեսոր Փորձերոն, ես Անուշիկ Ասատրյանն եմ։ Խնդրում եմ օգնել ինձ հասկանալ, ինչ անեմ, եթե նեղացրել եմ մոտ ընկերուհուս։ Պրոֆեսոր Փորձերոն։ Երեխաներ, այո, ընկերները մեր կյանքի լույսն են։ Նրանք մեր հոգու հայելին են։ Մեզ ճանաչում են ոչ միայն մեր ուրախ պահերին, այլև վշտի ժամանակ։ Իսկ հիմա ինչ։ Եկեք հասկանանք, թե ինչ անել, երբ նեղացրել ես ընկերոջդ։ Հարցերոն, ես քեզ երբևէ չեմ նեղացրել, չէ՞։ Շատ լավ է։ Եթե նույնիսկ նեղացնեմ, դու գիտես թե ինչ անել, որովհետև հիմա Աքսանան շատ գրագետ կերպով կբացատրի մեզ, թե ինչ անել, երբ նեղացրել ես ընկերոջդ։ Պրոֆեսոր Փորձերոն։ Բարև ձեզ սիրելի երեխաներ, ձեզ հետ կրկին ես եմ, միշտ պատրաստ եմ լսել, օգնել եւ հասկանալ ձեզ։ Երբեմն դուք կարող եք բարկանալ, տխրել, երբ ինչ-որ բան այն չէ լինում ձեզ հետ։ Հիշեք, որ յուրաքանչյուր զգացում կարևոր է։ Երբ խոսում եք ձեր հույզերի մասին, երբ փորձում եք ճանաչել ձեր եւ դիմացինի հույզերը, դուք դառնում եք ավելի բարի, ուժեղ եւ սկսում եք ձեզ ավելի լավ ճանաչել։ Այսօր մենք միասին կբացահայտենք, թե ինչպես պետք է վարվել, երբ ընկերության ընթացքում լինում են չհասկացված պահեր։ Այս անգամ մենք երեխաներին հարցում ենք ուղարկել, ինչ անել, եթե նեղացրել ես ընկերոջը թեմայով։ Երեխաները տարբեր պատասխաններ են տվել։ Մի մասը նշել է, որ ներողություն կխնդրեմ, իսկ մի մասը նշել է, որ դեռ պետք է բարձել, ով է սխալ, ով ճիշտ։ Իհարկե այս հանգամանքները պետք է հաշվի առնել, սակայն կարևոր է գիտակցել, որ ընկերությունը պահպանելը շատ նուրբ մոտեցումներ է պահանջում։ Թվում է, թե հասարակ ներողություն խնդրելը կարող է լուծել բոլոր հարցերը, սակայն շատերիս մոտ կարող է առաջանալ մի զգացում, որ մենք չկարողանանք գնալ այդ քայլին, եւ մեզ համար շատ դժվար լինի այդ ներողություն բառը ասել ընկերոջը։ Այս զգացողությունները բնական են եւ կարող են դրսեւորվել բոլորիս մոտ, սակայն կարևոր է գիտակցել, թե մենք ինչ կարող ենք կորցնել ինչի դիմաց։ Եկեք դիտենք պատմությունը։ Սա Արիսն է, նա 11 տարեկան է։ Արիսը զվարթ, աշխույժ, բայց մի քիչ շուտ բորբոքվող տղա է։ Նա ցանկանում է դառնալ աշխարհահռչակ շախմատիստ։ Նրա լավագույն ընկերը Սևակն է։ Նա ունի երազանք՝ դառնալ ֆուտբոլիստ։ Նրանք ամեն օր դպրոցից հետո ֆուտբոլ են խաղում Բաքում։ Միասին հեծանիվ են քշում, շախմատ խաղում։ Մի օր շախմատ խաղալիս Սևակն առաջարկեց ուրիշ շախ խաղալ։ Արիսը բարկացավ եւ առանց մտածելու կոպտեց ընկերոջը, ասելով, որ նա խելք չունի եւ ամեն անգամ փչացնում է խաղը։ Սևակը մի պահ լռեց, ապա խաղաքարը մի կողմ դրեց եւ հեռացավ առանց բառ ասելու։ Արիսը մնաց մեն-մենակ։ Խաղը այլևս հետաքրքիր չէր։ Սրտի խորքում ինչ-որ ծանրություն առաջացավ։ Սիրելի երեխաներ, այսօր ուզում եմ խոսենք մեր սխալները ճանաչելու եւ ընդունելու, մեր զգացողություններին հետևելու եւ ցանկալի քայլեր կատարելու մասին։ Եկեք դիտենք տարբերակները եւ հասկանանք դրանց տարբերությունները։ Անցանոր էր, Արիսը քայլում էր եւ մտածում. Ես սխալ բան չասացի։ Դե Սևակն էլ չափազանց զգայուն է, կարող էր չնեղանալ։ Նա չգնաց Սևակի ետևից։ Նույնիսկ չգրեց եւ չխոսեց հետը։ Հանկարծ նկատեց, որ Սևակը խաղում է ուրիշ տղաների հետ։ Նա երկար հետևում էր Սևակին եւ մտածում. ինքն է ստեղ տանջվում է, իսկ Սևակը հրաշալի ժամանց է անցկացնում։ Այդ տեսարանն ավելի ջղայնացրեց Արիսին։ Արիսը ցույց չէր տալիս, բայց ներքուստ շատ տխուր էր։
Նա հասկացել էր, որ իր պահվածքով կորցրել է ընկերոջը։ Երբ մարդը չի ցանկանում ընդունել իր սխալները եւ միշտ արդարանում է, նա փակում է մի դուռ դեպի իր իսկ սիրտը։ Նման պահերին երեխան կարող է մտածել, որ սխալը արել է հենց նեղացած ընկերը։ Երբ մենք չենք պատկերացնում մեր արարքի հետևանքները, մեզ թվում է, որ խնդիրը ինքն իրեն կանցնի, բայց վիրավորվածությունը, որ պատճառում ենք ընկերոջը, մնում է նրա սրտում։ Մեր չափից ավելի հպարտությունը կարող է խանգարել մեզ դիմել հաշտության, նույնիսկ եթե մենք դա շատ ուզում ենք։ Այս տարբերակում Արիսի լռությունը հանգեցրեց հարաբերությունների խզմանը։ Իսկ մենք գիտենք, որ ընկերությունը մեծ արժեք է եւ այն պետք է պահպանել խոսքի, սիրո, լավ արարքների միջոցով։ Երեխաներ, սա սխալ տարբերակներ։ Արիսը տուն գնալիս երկար մտածեց։ Նա հիշեց, թե ինչպես է Սևակն օգնել իրեն դասարանում, ինչպես են միասին թռչունների համար բույն պատրաստել, միասին բակում ծառ տնկել, ինչպես են ծիծաղել, ուրախ պահեր ապրել։ Նա գրպանից հանեց հեռախոսը եւ Սևակին նամակ ուղարկեց։ Սևակ, ես շատ եմ ցավում, որ վիրավորել եմ քեզ։ Գիտեմ, իմ պահվածքը սխալ էր։ Դու իմ իսկական ընկերն ես։ Ես մեծ սիրով նորից կխաղամ քեզ հետ, եթե ցանկանաս։ Հաջորդ օրը բակում Սևակը սպասում էր շախմատը ձեռքին եւ լայն ժպիտով։ Նրանք պայմանավորվեցին, որ իրենց ժամանցի մի մասը նրանք կխաղան շախմատ, իսկ մյուս մասը ֆուտբոլ, որպեսզի ընկերներից յուրաքանչյուրը լինի բավարարված։ Նրանք հասկացան, մի բառը կարող է ցավ պատճառել, բայց մեկ ուրիշ բառը, ներողություն, կարող է փրկել ամեն ինչ։ Արիսը եւ Սևակն են։ Նրանք ընկերներ են եւ ապագա չեմպիոններ, ինչպես բոլոր ընկերները, նրանք նույնպես վիճում են, բայց այժմ նրանք գիտեն ինչ անել, երբ նեղացնում ես ընկերոջը։ Երբ Արիսը ընդունեց իր սխալը եւ նամակ գրեց ընկերոջը, նա արեց մի մեծ քայլ դեպի հուզական հասունություն։ Ներողություն խնդրելը մեզ սովորեցնում է եւ ցույց է տալիս, որ սխալվելը նորմալ է, բայց սխալը չընդունելը ոչ։ Սևակը ընդունեց ներողությունը, որովհետեւ զգաց Արիսի անկեղծությունը։ Ընկերությունը վերականգնվեց ոչ թե հպարտության, այլ խոնարհության եւ բաց սրտի շնորհիվ։ Այն երեխաները, ովքեր կարողանում են ներողություն խնդրել, դառնում են այնպիսի մեծահասակներ, ովքեր կարողանում են կառուցել առողջ եւ վստահելի փոխհարաբերություններ։ Այս պատմությունը ցույց տվեց, որ միայն մեկ, բայց շատ կարևոր բառի օգնությամբ կարող եք փրկել մի մեծ բան՝ ընկերություն։ Սիրելի փոքրիկներ, այսօր մենք միասին սովորեցինք, թե ինչպես ճանաչել մեր սխալները, ինչպես լսել մեր սրտին եւ քայլանել դեպի բարին։ Հիշեք, իսկական ուժը ոչ թե ամեն ինչ ճիշտ անելու մեջ է, այլ սխալը ընդունելու, ներողություն խնդրելու ու ավելի լավը դառնալու։ Պրոֆեսոր Փորձերով։ Դե ինչ, մենք հասկացանք, որ ընկերությունը դա փոխադարձերն է, վստահությունը եւ հոգատարությունը։ Խոսելով ընկերությունից ես չեմ կարող չհիշել մյուս գործընկերոջը, ֆիզիկոս Սուսաննային։ Գնանք տեսնենք, թե ինչ հետաքրքիր գիտափորձ է պատրաստել Սուսաննան իր փոքրիկ գործընկերոջ։ Պրոֆեսոր Փորձերով։ Ջուրը սառել է։ Մի քանի վայրկյան պահում ենք։ Խնդրում եմ։ Ստոպ, չեղավ։ Չի սխմում։ Շատ հաստ է ալյումինը։ Ողջույն սիրելի երեխաներ։ Այսօր ես իմ գործընկերոջ հետ պատրաստել ենք ձեզ համար մի շատ հետաքրքիր գիտափորձ։ Իսկ այսօրվա իմ գործընկերը Արինան է։ Ողջունենք Արինա։ Ողջույն։ Այսօրվա մեծ գիտափորձի համար անհրաժեշտ է երեխաներ սառը ջուր, դատարկ տարա եւ եռացրած ջուր։ Սկսենք գիտափորձը Արինա։ Այո։ Հիմա ինչ ենք անում։ Մեր դատարկ տարայի մեջ լցնում ենք եռացրած ջուր։ Ինչու Արինա։ Որպեսզի առաջանա գոլորշի։ Ասում ենք մի քանի վայրկյան, ինչև գոլորշիով լցվի տարան, ահա։ Հետո տարան վերցնում ենք եւ շրջում ենք սառը ջրի մեջ։ Հիմա տարան վերցնում ենք եւ շրջում ենք սառը ջրի մեջ։ Պատրաստ ես։ Այո։ Պատրաստ եք երեխաներ։ Շրջեցինք։
Վերցնում ենք տարան ու ընկղմում ենք սառը ջրի մեջ ու տեսնում ենք ինչ է տեղի ունենում։ Հիմա ինչ տեղի ունեցավ Արինա։ Սիրելի երեխաներ, ուրեմն երբ որ մենք տաք ջուրը լցրեցինք տարայի մեջ, առաջացավ գոլորշի։ Երբ որ այս տարան արդեն շրջեցինք սառը ջրի մեջ, այդ գոլորշին արագ անհետացավ, առաջացան ջրի կաթիլներ ու առաջացավ ճնշումների տարբերություն։ Այդ ճնշումների տարբերության պատճառով մեր տարան այսպիսի տեսք ունեցավ։ Հետաքրքիր է Արինե։ Այո։ Երեխաներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ փորձը բավականին բարդ է, կարող է մի քանի անգամ չստացվել, ինձ մոտ էլ մի քանի անգամից նոր ստացվեց։ Անպայման փորձեք այնքան, մինչև ստացվի, նկարեք եւ ուղարկեք փորձերոնին։ Հաջողություն։ Հաջողություն։ Professor Porceron. Շնորհակալություն Սուսաննա։ Հրաշալի գիտափորձեր։ Երեխաներ, ուզում եմ հիշեցնել, որ ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը պետք է ուղարկեք այս էլեկտրոնային հասցեին։ Մինչ մեր հաջորդ հանդիպումը, պահեք ձեր հետաքրքրասիրությունը արթուն, ժպիտը պայծառ եւ մի մոռացեք, որ ամեն հետաքրքիր արկած սկսվում է ինչուրով։ Դե ինչ երեխաներ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Porceron professor, nora sottori aisor. Porceron professor, professor. Porceron, professor Porceron.